Երկրի վրա քայլող քաջ առյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ՝ Մատինա Մարինե Մանուկյան։ Հրաչյա Սամվելի Մուրադյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 12-ին Երևանում։ Հաճախել է մանկապարտեզ, թեպետ քիչ է գնացել։ Երբ փոքր է եղել, մի կարճ ժամանակահատված ծնողները եղել են Սիբիրում և նա մնացել է իր հայրական տատի մոտ գրեթե 1 տարի, իսկ հետո ծնողների հետ մոտ 17 տարի ապրել են Վարձով, տարբեր տեղեր։ Այդ իսկ պատճառով նա պարբերաբար փոխել է դպրոցները։ Սակայն առաջին դասարան ընդունվել է Արամայիս Երզինկյանի անվան թիվ 118 դպրոցը, որտեղ էլ սովորել է 4 տարի, իսկ վերջին 2 տարին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոցը, որտեղ էլ ավարտել է տասնամյակը։ Նա հաճախել է շախմատի, ունեցել է առաջադիմություն, բայց քանի որ 90-ականների ցուրտ ու մութ տարիներն էին, ակամայից կիսատ է թողել, բայց եթե շարունակեր, հեռանկարներ կային։ Դպրոցն ավարտելով ընդունվել է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան, սակայն կիսատ թողնելով զորակոչվել է բանակ։ Շատ ակտիվ էր, բոլորին օգնելու պատրաստական, իսկ տարիներ հետո հոգատար հայր և սիրող ամուսին։ Ամուսնացել է 2007 թվականի փետրվարի 17-ին, ժպտատեմ Աննայի հետ։ Իրենց ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են 2 աղջիկ, 1 տղա։ Տղան՝ Սամվելը, զարմանալի զուգադիպությամբ ծնվել է հենց իր ծննդյան օրը։ Թվում է, սրանից առավել մեծ երջանկություն լինել չի կարող։ Այո, թվում է, բայց ամեն բան հերթով։ Սիրում էր ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, որևէ բան անել բոլորի մասնակցությամբ։ Ժամկետային զինծառայության ընթացքում հատուկ շնորհակալության է արժանացել Հորադիսի Ն զորամասի հրամանատարության կողմից։ Բանակից զորացրվելուց հետո ընդունվել է ճգնաժամային կառավարման պետական ինստիտուտը և ընտանիքին օգնելու համար կատարել է տարատեսակ աշխատանքներ։ Իսկ 2015 թվականից անցել է պայմանագրային զինծառայության Քելբաջարում։ Հասցրեց ծառայել ընդամենը 1 տարի։ Այդ 1 տարվա ընթացքում ևս աչքի ընկել։ Սեպտեմբերին, երբ հակառակորդի կողմից կրակոցներ են եղել, նրա ընկերը մահացու վիրավորում է ստացել։ Այդ կրակոցներին ուշադրություն չդարձնելով, առաջինը մեր հերոսն է վազել առաջին օգնություն ցուցաբերելու։ Ապրիլյան պատերազմի ժամանակ թալիշում է եղել և անցնելով այդ սոսկալի մահասար սուր պատերազմի միջով ողջ է մնացել։ Թվում էր այդ գեհենային օրերը հետևում մնացին։ Ամսի 5-ին զինադադար կնքվեց և ավարտվեց ամեն բան։ Թվում էր պիտի ասեինք «Փառք քեզ, հերոս, դու հաղթեցիր թշնամուն»։ Եվ այո, ասեցինք, բայց իրոք որ դա միայն թվացյալ էր։ Համենայն դեպս Մուրադյան ընտանիքի համար։ Այո, զինադադարը կնքվեց, հայը հաղթեց, ազգը շունչ քաշեց, շունչ քաշեց Հրաչյան ևս։ Սակայն նա ինչ իմանար, որ իր համար պատերազմը դեռ չէր ավարտվել։ Զորամասի հրամանատարության կողմից նրան պետք է ուղարկեին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սովորելու, բայց չհասցրեց։ Պատերազմն այդպես էլ անավարտ մնաց Մուրադյան ընտանիքի համար։ Ապրիլի 6-ին էլ, 7-ին էլ անընդհատ կրակոցներ էին, խոշոր տրամաչափի կրակոցներ, և դա էր պատճառը, որ Հրաչյան այդպես էլ չկարողացավ կապ հաստատել կնոջ հետ։ Միայն ապրիլի 7-ին էր կարողացել շատ հապճեպ զանգել մորը, հերոսացին տիկին Գոհարին։
տոնը շնորհավորել ու ասել. «Մամ ջան, իմ կողմից բոլորին շնորհավորի և քեզ լալնայի»։ Գուցե սիրտը վկայել էր, գուցե։ Ապրիլի 8-ին հակառակորդի կողմից կրկին կրակոցներ են հնչել։ Նրա ընկերը վիրավորվել է։ Նա այդ կրակոցների տակ, ինչպես այն ժամանակ, վազել է ընկերոջն օգնության և ինքն էլ զոհվել, որպացնելով երեխաներին, արիածներով կնոջն ու որտեղ կորույս թողնելով ծնողներին ու եղբորը։ Փառք քեզ, հերոսս, բայց ցավոք այս անգամ հավերժական փառք։ Ննջիր խաղաղությամբ քո երազած եռաբլուրում։ Այո, քո երազած, քանզի հաճախ էիր ասում։ Տեսնես ինչ կարելի է անել, որ կարելի լինի պատվով ննջել եռաբլուրում։ Ահա հերոսս, քո ցանկությունը կատարվեց։ Հետմահու մեր խիզախ քաջը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Արիության և Արցախի մարտական ծառայություն մեդալներով։ 2018 թվականի մայիսի 18-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոցում, որտեղի շրջանավարտ էր նա, ռազմագիտության դասարան անվանել են նրա անունով։ Փառք մեր հերոսի հիշատակին, խոնարհվում եմ նրա առաջ։ Հերոսս, գտիր խաղաղությունդ քո տանը, հավերժական, և թող նիրհդ լինի խաղաղ, քո անվեհեր քայլի առաջ խոնարհվում եմ և պատվի առնում, պատիվ ունեմ։